Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյան։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 5-ն է 2026 թվական։ Սկսենք հայաստանյան իրադարձություններից, շատ բան կա դրա հետ կապված, չնայած միջազգային ուշագրավ թեմաներն են շատ, փորձեմ արագ հասցնեմ անդրադառնանք։ Նախ առաջին Ադրբեջանից ստացած տեղեկատվությունը, որ Ադրբեջանի դատարանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատապարտել է 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Ինչ է դա նշանակում հատկապես այս օրերին, երբ որ խաղաղության մրցանակ ստացան Ալիևն ու Փաշինյանը, հատկապես այս օրերին, որ նախատեսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տարածաշրջանային այցելությամբ լինի այստեղ, ու կապ չունի առաջինը կգա Հայաստան, հետո Ադրբեջան կամ Ադրբեջան կգնա մի քանի օր հետո, այդ չի էականը, չնայած որ հաստի ստեղ կարող է գնա, հարցը դա չի, հարցը նա է, որ դատարանը դատապարտեց մինչև օրինական ուժի մեջ մտնի, մինչև բողոքարկեն, մինչև մյուս ացյան եւ այլ, հաստատ դա չի լինի մի օրվա, երկու օրվա մեջ, որ Ջեյ Դի Վենսը գա եւ ինքը ասի բայես ինչ կատարվեց, իրանք էլ բարիկամ դրսեւորեն ու համաներում շնորհեն, ու դրա համար դեռ պետք է մի հատ էլ դիմեն, իրանց մեղքը ընդունեն եւ այլ, ընթացակարգը պատկերացնում եք, այսինքն ինչ է ստացվում, եթե Ադրբեջանը այդ ամբողջ դրսևորումը խաղաղության հետ կապված այդ ամեն ինչը հող էր նախապատրաստում Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր 91 թվականից բա դուք չգիտեիք, որ Արցախը Ադրբեջանի կազմում, այն չէիք Հայաստանից զոր կողարկում, դուք գնում էիք այնտեղ կռվում էիք, օկուպացնում էիք Ադրբեջանի տարածքը, սուտ հայրենասիրական բաներ էիք անում, որպեսզի տապալեք Հայաստանը, իրականում հայկական զորքը այնտեղ պետք է չլներ եւ այլ, այսինքն դա հող էր նաեւ նախապատրաստում, որ ասեր, եթե 91 թվականից Արցախը եղել է Ադրբեջանի կազմում, ուրեմն այնտեղ ոչ մի օրինական իշխանություն չի եղել են ընդամենը անջատողականներ, ինչի համար էլ, որ հիմա Ալիևը դատում է, որտեվ եթե հիմա կանգնեն ասեն դուք անօրինական եք դատում, կասեն մի րոպե դուք ձեր վարչապետին չեք լսել, բայց եթե այդ մարդիկ օրինական իշխանություն չէին կարող լինել, չի եղել, Արցախը եղել է Ադրբեջանի կազմում, ինչ են, իրանք զավթել են տարածքը զավթել են եւ իրանց իշխանությունն են հաստատել անջատողականների, այն դեպքում, երբ որ Արցախը իր անկախությունը ճանաչել է հանրաքվեով, այն դեպքում, երբ որ Արցախը իր պետական անկախությունն է ճանաչել, որ իրա քայլեր եղել են դեռ խորհրդային միության գոյության ժամանակ, որ խորհրդային միության օրենսդրությունը թույլ էր տալիս, որ իրանք համաձայնվեին կամ Ադրբեջանի հետ դուրս գան, կամ մնան խորհրդային միության կազմում, կամ ցանկանան Հայաստանին միանան, այն դեպքում, երբ որ Հայաստանը 89 թվականի դեկտեմբերի 1-ին վերամիավորման որոշում ուներ, որը բխում էր խորհրդային միության այդ պահին օրենսդրությունից, օրենսդրական կարգավորումներ եղավ անգամ 88-ից հետո, այսինքն ինչի համար եմ ասում, հիմա այդ դեպքում հարց է առաջանում, Ալիևը սա արել է, որպեսզի բարիկամքի դրսևորում ունենա եւ ասի, տեսեք, ցուցաբերի եւ ասի, այդ տեսեք հիմա չնայած կալանավորել եմ, դատապարտել են, բայց իմ բաց եմ թողում, կամ ենթադրենք ասի, բայց նրանք ինչ կապ ունեն, որ ես դա բաց թողեմ, մեր պայմանավորվածությունների միջև նրանց հարցը չկա, իսկ հարց է ծագում, բայց այն նույն ցանկի մեջ չէին այս մարդիկ, որ Դոնալդ Թրամփը կանգնեց ու ասեց, ես կխնդրեմ Ադրբեջանի նախագահին, որ նրանց բաց թողե եւ 23 հոգու անուն տվեց, այս 23 հոգու մեջ չէին մտնում, արդյունքում ինչ է ստացվում, Դոնալդ Թրամփը խնդրում է բաց թողես, Վենսը գալիս է տարածաշրջան, որ թրիփի հարց լուծի, Ալիևը շատ հանգիստ ցմահ ազատազրկում է տալիս, որևէ մեկը հավատում է, որ Ադրբեջանի դատարանն անկախ է, կամ այս որոշումը չէր կարող կայացնել 20 օր հետո կամ 20 օր առաջ, այսինքն սա կոնկրետ նպատակային բազարի թեմա է, իսկ եթե Հայաստանը որևէ դիրքորոշում չի արտահայտում, դուսակալեց, որ այո, իրոք համաձայնվել են, որ այո, ես ընդունում եմ, որ իրանք անօրինական իշխանություն են, բայց Նիկոլ Փաշինյանը քանի որոշում է ընդունել եւ աշխատել անգամ այդ անօրինական իշխանությունների հետ,
Հազար ու մի փաստաթղթեր, հազար ու մի գրագրություններ, էլ չեմ ասում հանդիպումներ, ֆինանսական գործարքներ, որոնց փաստաթղթերի հիմքերը պահպանված են։ Բայց էս է այդ բանի խաղաղության գինը, այդ համատեղ Ալիևի հետ կնքած խաղաղության գինը, չէ՞։ Այսինքն սրա շարունակությունը մենք կտեսնենք, դրա համար կոնկրետ չեմ անդրադառնում ում քանի տարի են տվել, ինչ, որովհետև սա քաղաքական հաշվեհարդար է, հիմա դրա արդյունքը պետք է նայենք։ Ոստեղ ամենևին նշանակություն չունի, թե Արցախի նախկին ղեկավարները ժամանակին ինչ են արել Արցախի հետ կապված կամ ոնց են համագործակցել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։ Դա մենք ասում ենք, քննարկում ենք որոշակի բաներ, թե դուք ինչու այսպես վարվեցիք, բայց այսօր հաստատ այդ օրը չի, որ մենք ասենք, էս ինչ լավ է։ Այսինքն այն օրն ենք ընկել, որ մենք մտածում ենք արած սխալի համար պետք է թուրքը պատժի։ Սա է մեր պատկերացումը, իհարկե չէ։ Բայց եթե ինքը դա անում է եւ այդքան ջերմ հարաբերություններ Փաշինյանի հետ եւ արդյունքում ինքը դա այդպես է վարվում, տենց է ուզում, տենց է անում, ուզում ասի դա պայմանավորված բան է։ Հիմա մենք կտեսնենք ընտրություններից առաջ ինչ տեղի կունենա այս թեմայով, բայց ամեն դեպքում դուք հասկանում եք, թե սա ինչ արձագանք է իր մեջ պարունակում, որտեղ ասում եմ մենք անօրինական խմբավորմանը դատել ենք, էլի։ Եվ հիմք ընդունում նաև Փաշինյանի հայտարարությունը, որ դա իսկապես անօրինական խմբավորում էր։ Դուք պատկերացրեք, բայց դա Փաշինյանն ասում է հիմա, իսկ Արցախի հետ կապված բոլոր փաստաթղթերը Հայաստանի եւ Արցախի եւ նաեւ Արցախի որոշումները եղել է այն ժամանակ, իսկ օրենքը հետադարձուց չունի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նման անգրագետի համար։ Իսկ հիմա նայենք ինչա կատարում էլի Հայաստանի հետ կապված։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկը հայտնել է. Եվրամիության հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունները, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Եթե մի օր նրանք սկսեն նման բանակցություններ, արդեն պաշտոնապես, ապա այդ բանակցությունները կտևեն շատ երկար տարիներ, եւ հարկ կլինի իհարկե նայել բուն Եվրամիության դինամիկան, ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ այդ թվում իհարկե պետք է տեսնել եւ հետեւել այն հայտարարությունները, որոնք այսօր գալիս են Եվրոպական հանձնաժողովից Բրյուսելից, իսկ դրանք կապված են նրա հետ, որ Եվրոպական միությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել եւ Եվրամիության բովանդակությունը փոխվում է մեր աչքի առաջ։ Ինչի համար է սա շատ կարեւոր։ Հիմա Ալեքսեյ Ավերչուկն ասում է կողմնորոշվեք, Եվրամիությունը դառնում է նաեւ ռազմաքաղաքական միություն։ Դուք որոշեք ում հետ եք, մեզ հետ եք, թե իրանց հետ եք։ Մանավանդ որ եթե իրանք նման քայլեր անում են, Ռուսաստանին դեմ քայլեր են, Ռուսաստանին թշնամի են համարում։ Անգամ ասում են ուկրաինական պատերազմը ավարտվել, մենք շարունակելու ենք Ռուսաստանի հետ կապված սանկցիաները եւ մենք պատրաստվելու ենք ցանկացած պարագայում Ռուսաստանի հետ պատերազմի։ Հիմա եւ որ Ավերչուկը Հայաստանի իշխանություններին ասում է կողմնորոշվեք, բա նույնն էլ մենք ենք ասում էլի։ Ուղղակի Ավերչուկն ասում է կողմնորոշվեք հօգուտ Ռուսաստանի, մենք էլ ասում ենք կողմնորոշվեք հօգուտ Եվրամիության, որտեղ մեռանք ասելով, որ Եվրամիությունը լինելով տնտեսական կառույց, հիմա Ամերիկայի հետ կապված լարվածության ֆոնին, որ ինքը շարունակում է զինվել, ինքը այլևս հիմա փորձում է ստեղծել իր անվտանգային համակարգը։ Պարտադիր չէ որ դա լինի եվրոպական ՆԱՏՕ, այսպես ասած, բայց կարա լինի տեսնում եք ինչպիսի համագործակցության ճկուն մեխանիզմներ, որը կապահովի եվրոպական անվտանգությունը։ Այսինքն Եվրամիության հետ պայմանավորվելով միանգամից դնում ես նաև անվտանգային խնդիր։ Քանի անգամ ենք այդ մասին ասել, մեր գործը դրանով հեշտանում է։ Հիմա Ավերչուկը նույնն է մեզ բացատրում, որ հասկանում եք Եվրամիությունը նաև ձեր անվտանգության հարցն է լուծելու։ Վայապրես բալավա ասեցիր։ Բա որ այդքանը դուք հասկացել եք, բա մեռանք ասելով, բա կողմնորոշվեք։ Դուք էլ եք ասում կողմնորոշվեք, մենք էլ ենք ասում կողմնորոշվեք։ Խաղեր մի տվեք, ում հետ եք։ Բայց մենք ուզում ենք, որ խաղեր չտա եւ արդարացիորեն կանգնի մեր ժողովրդին ասի, այո, հայտ ենք ներկայացնում դեպի Եվրամիություն։ Պատրաստ են արդյոք հայերը միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Երևի նման հարց էլ հայերը պետք է իրենց տան։ Ամեն դեպքում իհարկե այդ մասին նույնպես բազմիցս ասվել է, որ այս կամ այն ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է։ Եվ այստեղ ակնհայտ
որ ինչ որ որոշումներ ինչ որ պահի պետք է կայացվեն, որովհետև իրոք այդ մասին նույնպես շատ է խոսվել եւ մեզ մոտ եւ Հայաստանում Նիկոլ Վովայևիչը խոսել է այդ մասին, բոլորը հասկանում են, որ միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումներում Հայաստանը չի կարող լինել։ Բա մենք էլ ենք ասում, Նիկոլ Վովայևիչ ինչ խաղեր է տալիս։ Ասում ես մենք ԵԱՏՄ-ում լայնանանք ու խորանանք, բայց երբ որ կհասնենք մի հատ կետի, որ պիտի որոշում կայացնենք, եվրոպական ստանդարտի պետություն կլինենք, այդ դեպքում կորոշենք ընդեղ ենք գնում, թե ընդեղ մենք էլ ասենք դու չես կարա ընդեղ լայնանաս ու խորանաս եւ եվրոպական ստանդարտի պետություն դառնաս, մաքսիմում կդառնաս չկայացած Բելարուս։ Ուրիշ բան հնարավոր չի։ Հիմա նույն բանը իրանք են ասում։ Ուստի եթե ինչ-որ ժամանակ նման ընտրություն կատարվի, ապա այդ ընտրությունը կունենա համալիր բնույթ, հաշվի առնելով այն դինամիկան, որն այսօր մենք տեսնում ենք Եվրամիության էության փոփոխության մեջ եզրափակել է Օվերչուկը։ Հիմա ինչ է ուզում Ռուսաստանը, նաև հիմա Լավրովի հետ կապված Ալեն Սիմոնյանի հանդիպումներից էլ կխոսենք։ Ասում է, չասես համ նրանց հետ եմ, համ նրանց։ Դեմը ընտրություն է, մենք քեզ ենք ճանաչում, եկել ես, խոնարհվել ես, հավատարմության երթում ես տվել, գնացել ես քո ժողովրդի մոտ ինչ-որ դերասանություն ես անում, որտես ռուսներին տեղը դրեցի եւ այլ, հիմա որոշի։ Եթե ռուսներին տեղն ես դնում, մենք իմանանք, մենք է քեզ տեղը դնենք։ Վերջ։ Այսինքն հիմա դու որոշի։ Ոչ թե գնա Եվրոպա ասա ձեզ հետ եմ, հետո ընդդեղից թռի Ռուսաստան խաղեր տուր։ Բայց այն ինչ որ հիմա Ռուսաստանը պարտադրում է, դա նշանակում է դա մեր շահերից է բխում, որ Հայաստանը պարտադրված է իսկապես կողմնորոշվի, որտեղ չի ստացվելու համ նրան մանր իր գավառամիտ ժուլիկությամբ, համ նրան ասի ձեր հետ ենք, ասում են չէ։ Հիմա նույն բանը, որտեղ արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի ինչի է դրել ազգային ժողովի նախագետ դման հարցեր քննարկում, այն դեպքում երբ որ գործադիր մարմինն է այդ հարցերը որոշում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մի հատ ասում լավ Ալեն Սիմոնյան գնա հավատարմության երթումը հիմա էլ դու տուր էլի խայտարակ չլնենք։ Չես կարող խայտարակ չլնել, դու ասել ես այս երկրի բոլոր հարցերը ես եմ որոշում։ Եթե այդպես չլներ Ալեն Սիմոնյանն ով էր որ գնար Լավրովի հետ հարց քննարկեր, նա կարող էր գործընկերոջ հետ հանդիպեր պարլամենտական համագործակցությունից խոսեր։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններ այն մասին, որ հյուսիսից ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստում Հայաստանի դեմ։ ՀԱՊԿ-ի կողմից էկզիստենցիալ սպառնալիքի մասին նույն շարքում կնշեմ մեր ընդհանուր պատմությունը կասկածի տակ դնելու փորձերը։ Ձեզ մոտ սկսում է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման քարոզարշավը, կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ դրսից ազդանշաններ են հնչում, որ ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել, ակնհայտ ակնարկելով Ռուսաստանի Դաշնությանը եւ Երևանից Եվրամիության ուղղված կոչեր են հասցեագրվում, օգնեք մեզ թույլ չտալ նման միջամտություն։ Մեզ համար տարօրինակ է, հավելել է նախարար Լավրովը։ Այսինքն ասում է դուք գալիս եք մեր մոտ հավատարմության երթում տալիս, պարզ ասած կզում, որից հետո գնում Եվրոպա, ասում եք փրկի Ռուսաստանից։ Ասում է որոշեք։ Իսկ հիմա ինչ է ստացվում։ Բա երբ որ այս օրերի ընթացքում Լավրովը դեռ այս ամեն ինչը չէր ասել, չէ՞։ Բա ասում ենք այնքան խաղեր եք տվել, որ Ռուսաստանի ազդեցությունը մեծացել է, որ հիմա Ռուսաստանը այս ընտրությունների հետ կապված մտածում է՝ մի րոպե, Նիկոլ Փաշինյան, մենք շատ էլ գոհ ենք քեզանից, եթե դու շատ ձեն ունես, դու եկել ես հավատարմության երթումը տվել ես, դե մենք չխառնվենք այդ ընտրությանը, բայց եթե դու կանգնես, իրանց խափես ֆռացնես, իրանք կասեն թող ուրիշ է լինի։ Զորով բզբզում ես, այն դեպքում, երբ որ Թրամփն է կանգնել ասել էր, Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտի է։ Ինչ ես մեզ կողում դրա տակ։ Հիմա կոնկրետ մեղադրանք է Լավրովը առաջ քաշում։ Ինչի եք մեզ մեղադրում ու գնում արևմուտքին դիմում, թե օգնեք Ռուսաստանից։ Բա ինչ է ասում Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ բան չի փորձում անել։ Նման ընկալում Երևանում չկա եւ չի լինելու։ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, Երևանը այլ պատկերացում չունի։ Դուք ինչ եք կարծում, բանի Նիկոլ Փաշինյանի սազանդարները ինչ պետք է ասեն։ Ալեն Սիմոնյանը տեսակ ոնց Լավրովին տեղը դրեց, դրական, այս սենց բազմավեկտոր, հա ժողովուրդ ջան,
տեսել ենք, կարեկցում ենք ձեզ, որ դուք ստիպված եք արդարացնել այս ամբողջը, էլի։ Մտածում ենք երևի դե լավ մարդիկ են, երևի ուրիշ ձև չունեն փող աշխատելու, էդ է մնացել Նիկոլ Փաշինյանից լափամանից մի բան օգտվեն, էլի։ Չնայած ոնց որ թե գրագետ մարդիկ եք, էլի, աշխարհ տեսած, պետք է որ ուրիշ ձևի կարողանայիք, էլի, հաց աշխատել։ Ինչ է ասում Ալեն Սիմոնյանը, ես չեմ ուզում, որ Ռուսաստանում լինի այս ընկալումը, որ Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, որ մենք փորձում ենք ինչ-որ բան անել Ռուսաստանի հետ բարեկամ դաշնակից պետության դեմ, հատուկ ընդգծում է։ Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք նման ընկալում չունենք եւ երբեք չենք ունենա։ Սա սխալ է այն ամենի համար, ինչ մենք արդեն ունենք։ Այդ հսկայական կապիտալը, որ մենք ունենք, սխալ է դրա հետ կապված որևէ բան Ռուսաստանի հետ չենք ուզում անենք։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից հեռանանք։ Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին գտնել այնպիսի լուծում, որը ձեռնտու կլինի երկու կողմերին, ասել է Ալեն Սիմոնյանը, այսինքն չի կարող լինել մի տարբերակ, որը ձեռնտու է Հայաստանին ու մենք անենք, եթե դա ձեռնտու չի նաև Ռուսաստանին։ Նշանակում է մոռացեք, որ Հայաստանը Եվրամիության ուղղությամբ որևէ քայլ կանի։ Ցանկացած քայլ, որը պետք է արվի Ռուսաստանին այստեղից դուրս մղելու, եթե Ռուսաստանին ձեռնտու չի անելու։ Ու սա վերաբերվում է, երբ որ ասում էին թրիփի հետ կապված Ռուսաստանն անելիք չունի, բա Ռուսաստանը եթե համարի, որ իր ներկայացվածությունը ձեռնտու է, դուք ասել եք ուրեմն մենք պետք է համաձայնենք, մենք այնպես բան չենք անի, որ ձեզ դեմ լինի։ Պարզ չեք ասում։ Ինչ է ասում Լավրովը։ Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը։ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են համագործակցությանը մասնակցել առավելևս Եվրոպական միությանը միանալու հիմքում։ Դա ձեր ընտրությունն է եւ մենք այն լիովին կհարգենք։ Եվրամիությունը Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնացնում, լինել Ռուսաստանի թե Եվրամիության հետ, ասել է Լավրովը։ Այս արտահայտությամբ ինքը ասում է մենք ենք հիմա ձեզ կանգնացնում ընտրության առաջ, մեզ հետ եք թե իրանց հետ եք։ Մենք էլ ասում ենք հազիվ եկել է առիթը, առջևում էլ ընտրությունը, կանգնենք ասենք ժողովուրդ ջան, հիմա մեզ ստիպում են, որ մեր իշխանությունը նորից գնա կզարա։ Ալեն Սիմոնյանին ուղարկել են հավատարմության երթումը տա, միացտուգեն գծերը Հայաստանի ժողովուրդը ոնց ընկալեց, մի հատ էլ տեսնեն, որ Նիկոլ Փաշինյանին սատարողները ոնց պետք է ներկայացնեն, թե ինչ խելացի քայլ արեց, գնաց Լավրովի հետ հանդիպեց ու մեր շահերը պաշտպանեց, տեսնեն ժողովուրդը դրա վրա խաբվում է, թե չէ, նոր մի հատ իմանան, կարան շարունակեն ասել մենք գնում ենք Եվրամիություն, թե կասեն չէ ժողովուրդ ջան, մեր ապագան Ռուսաստանն է։ Բայց դեմնել ընտրությունը Բամերանք ասելով, որ հիմա Պուտինի օրակարգը սպասարկելու երկու թիմը աշխատում հզոր, լցվել են ամբողջ համացանցել իրանցով լցրել են տիրույթը ամբողջ իշխանությունները եւ ռուսամետ ընդդիմությունը։ Սերգեյ Լավրով, բոլոր այն խնդիրները, որոնք համաձայնեցվել են 2020-22 թվականներին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի մակարդակով, մեր համոզմամբ պահպանում են իրենց արդիականությունը նախ եւ առաջ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրները լուծելու համար։ Պատկերացրեք ինչ է ասում։ Այդ բոլոր հարցերը պայմանավորվածության շրջանակում է եռակողմ 2022, այսինքն 20 թվականի պայմանավորվածությունը, որը որ կա։ Դա վերաբերվում է հենց հատկապես նոյեմբերի 9-ի փաստաթղթին ու հատկապես 9-րդ կետին, որը վերաբերում է Սյունիքի ճանապարհով։ Այսինքն նա կանգնում Ալեն Սիմոնյանը ասում են ինչ որ մենք պայմանավորվել ենք, դա ուժի մեջ է։ Բա ով պետք է ասի ինգեր ջան, դա ոնց է ուժի մեջ։ Մենք գնացել ենք Ամերիկայում հարցերը լուծել ենք, բա Նիկոլ Փաշինյանը չասավ Ամերիկայի հետ հարցերը լուծել ենք, որ Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցենք։ Արդյունք տվեց Ամերիկայի հետ փաստաթուղթ ստորագրելը, Ռուսաստանն արդեն Ադրբեջանով ապրանք է ուղարկում Հայաստան։ Այդ որոշումներից Հայաստանը պետք է ապես շահի ամբողջ տարածաշրջանի որպես մեկ ամբողջության բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, մենք պատրաստ ենք դրան։ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի վարչապետները պարբերաբար կապի մեջ են եւ այն որոշումների շրջանակներում, որոնք ընդունվել են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Առաջնորդների պայմանավորվածությունը հիման վրա մենք Հայաստանի ղեկավարությունից հայտարարություններ ենք լսում Ռուսաստանի հետ կապերի
եւ համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու շահագրգռվածության մասին, ասել է Լավրովը։ Այսինքն դուք մեզ հավաստիացումներ եք տվել, ընտրությունից առաջ գնում եք արևմուտքին, ասում եք եկեք մեր մոտ օգնեք, որ Ռուսաստանը մեզ չտանի ոնց որ ուզում էր Մոլդովայում խառներ իրար։ Պատկերացնում եք ինչա կա։ Իսկ ինչի համար է դա արվում, որ ցանկացած կեղծիկ, որը լինի երկրի ներսում, արևմուտքը աչք փակի, որովհետև ասի դե լավ, եթե աչք չփակեմ, Նիկոլ Փաշինյանը խնդիր ունենա, Հայաստանը ռուսները տանում են։ Ավելի լավ է մի բան էլ ուրիշ ձևի անենք, մի բան էլ նենց անենք, այս իշխանության հետ գոնե համագործակցել կանենք։ Ռուսամետ ուժերի հետ ինչ պետք է անենք։ Հասկացաք այս խաղերը։ Հիմա Ռուսաստանն ասում է կողմնորոշվեք։ Մեզ համար դա լավ է, որ ասում է կողմնորոշվեք, մեռանք ասելով խաղեր եք տալի։ Լավ է, որպեսզի մեր հասարակությունն էլ վճռական ձևով կողմնորոշվի, Նիկոլ Փաշինյանն ասել է, եթե հասարակության մեծամասնությունը կուզենա գնանք Եվրամիություն, հենց հիմա կանենք այդ քայլը, ոչ թե կսպասենք, ենթադրենք մինչև այդ մակարդակին հասնենք, որտեղ ասում է այդ որոշումը ժողովուրդը պետք է կայացնի։ Առաջիկա մի քանի ամիս հետո ձեր քվեարկությամբ այդ որոշումը կայացրեք, էլ ուրիշ ինչ կա անելու։ Իսկ հիմա Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակությամբ Հայաստան այցելեց ամերիկյան IACOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը սկսելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Այս աշխատանքները կներառեն տեխնիկական գնահատում եւ առաջարկների մշակում երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձևավորմամբ վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում փոխկապակցվածություն եւ տարածաշրջանային ինտեգրում։ Հիմա մենք տեսնում ենք, մարդիկ գալիս են համաձայն պայմանավորվածության թրիփի հետ կապված քայլերն անում են, դե այս աշխատանքները, որ կարող են անել նախագծային ինժեներական բավական երկար կտևի, այնպես չի որ դա շատ արագ լնող բաներ է, ուսումնասիրություններ կատարեն, որտեղից է հարմար, որտեղ են գծերը պետք է գնա, որտեղ են գծերը պետք է գնա, այդ ամեն ինչը պարզ է։ Բայց խնդիրը նա է, որ այս ընթացքում քաղաքական պայմանավորվածությունները Իրան Ամերիկա, Իրան, Ռուսաստան, Ռուսաստան, Ամերիկա, այս ամեն ինչը նաև մեզ համար խնդիր է, թե որ պարագայում կարող է մեր շահերը ստորադասվի։ Բաս այ է մեզ անհանգստացնում, չէ, երբ որ տեսնում ենք ուկրաինական ֆրոնտում էլ նաև ինչա որոշվում, աշխարհի ճակատագիր է որոշում ու տեսնում ենք Թրամփի քայլերի հետևողական լինելը, էլի թե որքանով են դրանք հետևողական։ Իսկ մի բան էլ հետաքրքիր է, Հայաստանը որպես ՄԱԿ զարգացման ծրագրի բնակչության հիմնադրամի եւ ծրագրերի ծառայությունների գրասենյակի գործադիր խորհրդի նոր անդամ մասնակցել է գործադիր խորհրդի առաջին հերթական նստաշրջանին։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացությունից։ Նշվում է, որ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությունով ՄԱԿ UN 80 նախաձեռնության, ինչպես նաև ՄԱԿ զարգացման ծրագրի ադմինիստրատորի եւ ՄԱԿ բնակչության հիմնադրամի գործադիր տնօրենի հետ հանդիպումների շրջանակներում Հայաստանն ընդգծեց, որ ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական եւ տվյալների վրա հիմնված, միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունն ու ազդեցությունը եւ ապահովելով ծրագրային երկրների համար հուսալի աջակցություն, բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների տեղում համահունչ ազգային առաջնահերթություններին, ասված է ներկայացության տարածած հաղորդագրության մեջ, ինչի ես հիմա կասեմ ինչի համար եմ ասեց մանրամասը ասում։ Հաղորդվում է, որ դեսպան Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNFPA-ի աշխատանքին, մասնավորապես հումանիտար եւ զարգացման ոլորտներում օգնության տրամադրման ուղղությամբ։ Շեշտվեց UNFPA-ի դերը կանանց եւ երիտասարդների հզորացման, գենդերային բռնության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց ներառության ապահովման եւ խոցելի խմբերին աջակցող հայտնում է մշտական ներկայացություն։ Ընդգծում է, որ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը առաջիկա տարիներին գործադիր խորհրդի աշխատանքներին կառուցողական ներգրավվածություն ունենալու մասին։ Ինձ հետաքրքիր է դեսպան Պարույր Հովհաննիսյանը կարող է պատահաբար տեղյակա, որ ընդամենը 20 օր առաջ, մի ամիս էլ չի անցել, ամսի 15-ին չէր նախորդ ամսվա, հունվար 15-ին չէր, որ խաղաղության խորհրդի անդամ ենք դառել, որ Դոնալդ Տրամփը դա ստեղծել էր,
որպես այլընտրանք ՄԱԿ-ին եւ ասել էր, որ ՄԱԿ-ի փողերն էլ չի տալիս, ասում է թող փակվի, ես եմ ստեղծել, ՄԱԿ-ը ոչ մի բան չի անում, խաղաղություն ես եմ բերել, ես պետք է այդ խաղաղության խորհուրդը ստեղծեմ ու այդ ամեն ինչը լուծեմ։ Ու այնպես չի, որ մարդիկ չէին տեսնում, որ բոլոր նրանք, ովքեր միացել են խաղաղության խորհրդին, նրանք միացել են ՄԱԿ-ը փակելու Թրամփի ծրագրերին։ Դրան միացել է նաև Հայաստանը, պարոն Հովհաննիսյանը տեղյակ չի։ Այս որ այսքան խոսում էր ՄԱԿ-ի հետ լայնանանք, խորանանք, էս անենք, այն անենք, ինտեգրվենք, ծրագրեր են կազմում, բա մի հատ չեք մտածում, որ հատ-հատ պետության ղեկավարները հայտարարեցին, որ հավատարիմ ենք ՄԱԿ-ին եւ չենք միանալու Թրամփի խաղաղության խորհրդին։ Բացատրելով ինչի համար։ Իրանք մնում են հավատարիմ այն սկզբունքին, որ երկրորդ աշխարհամարտից հետո նոր աշխարհակարգը ՄԱԿ-ով է պայմանավորված։ Լավ թե վատ կարանք բարեփոխենք, բայց չենք փոխելու Տրամփի խաղաղության խորհրդով։ 20 օր անց է Տրամփի խաղաղության խորհրդից ինչ կա։ Արդեն կազմավորվել է, արդեն ամեն ինչ արվել է։ Ինչ նորություն ունեք 20 օրվա մեջ։ Դռները ջարդում են, մյուսներն էլ են միացել։ Բա դուք կեսեք, եղբայր, էս էլ կարող ասեք, չէ, որ բալանսավորված քաղաքականություն ենք վարում։ Համ ՄԱԿ-ի հետ ենք լավ, համ ՄԱԿ-ի լուծարողի հետ ենք լավ։ Հետո կանգնենք ասեն, դե Փաշինյանի ճարն ինչ էր, որ Թրամփի ասածը չաներ։ Ժորժ ջան, մենք գիտենք։ Փաշինյանի ճարն ինչա Ալիևի ասածը չանի, Փաշինյանի ճարն ինչա Էրդողանի ասածը չանի, Փաշինյանի ճարն ինչա Պուտինի ասածը չանի։ Գիտենք, Ժորժ ջան, բա դա եղավ պետություն։ Դա եղավ իշխանություն, որը պետք է ժողովուրդը արդարացնի, որ ինքը ճար չունի։ Մի հատ էլ բան կարդամ Հայաստանի հետ կապված ու հասցնեմ մյուս բաները։ Հայաստանի նախագահի աշխատակազմից հայտնում են. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Քուվեյթի պետության արտակարգ լիազոր դեսպանին։ Հանրապետության նախագահը նշել է, որ Քուվեյթը Հայաստանի բարեկամ եւ եղբայրական երկիր է, ընդգծելով երկկողմ համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը եւ վստահություն հայտնելով, որ տարբեր ոլորտներում հնարավոր կլինի հաջողությամբ կյանքի կոչել ապագային միտված համատեղ ծրագրեր։ Մի հատ հարց է ինձ հետաքրքրում։ Քուվեյթը երբանից է բարեկամ եւ եղբայրական երկիր Հայաստանի համար։ Այս կարգի արտահայտություն եղբայրական սովետից մնացած արտահայտությունն է, այս եղբայրականը։ Այն էլ մանավանդ օգտագործում էին միութենական հանրապետությունների համար, մեկ էլ արևելյան Եվրոպայի երկրների հետ կապված։ Ես ուզում եմ իմանամ, լավ, եթե այդ եղբայրականը օգտագործում եք Ղազախստանի հետ, Քուվեյթի հետ եւ այլ, եվրոպական քանի երկրին եք եղբայրական համարել։ Հետ խորհրդային, ասենք Լիտվա, Լատվիա, Էստոնիա, որ մեղել ենք մի պետության մեջ իրար հետ։ Քանիսին եք դրանցից եղբայր համարել։ Եվրոպական որ երկրին եք եղբայր համարում։ Ինչի եք դուք Քուվեյթին համարում։ Ուզում եմ իմանանք որ կողմից եք բարեկամ, հոր կողմից թե մոր կողմից Վահագն Խաչատուրյան։ Քուվեյթը, որ բեդուինները ֆրֆռում էին անապատում, այդ վաղտանից էինք եղբայր։ Իսկ Օսմանյան կայսրության կազմում եղած ժամանակ էինք եղբայր։ Երբ որ Բրիտանիայի պրոտեկտորատներ այդ ժամանակ, երբ ա եղել դա, 61 թվին էլ անկախություն ա ստացել, մենք էլ եղել ենք սովետական միության կազմում, եղբայրություն ենք արել Քուվեյթի հետ, անկախության հետ կապված Քուվեյթի հետ, այդ ինչ ունենք, հասկացանք դուք բիզնես ծրագրեր ունեք, նայել նավթային երկիր է, ուզում եք գործ կպցնեք, հասկացանք, բա դա ինչ եք վերագրում ժողովրդին, մարդը լսում է, ուզում է հասկանա, էլի, սա ինչ տերմին է, Այն էլ մանավանդ այս փետրվարի 5-ին հավաքվել են, մարդիկ են նայում են ազգային տոնը, այդ ազգային տոնը փետրվարի 25-ին է, եթե հիշողությունս չի դավաճանում, մի 3 միջոցառում կպցրել են միատորեն իրանց համար ասել փետրվարի 25-ը։ Մեկը իրանց էմիրի Աբդալլա Էս Սալահի գահակալությունը 1950 թվականից, որ տենց գալիս է իրանց դինաստիայի Մեկը 1961 թվականին անկախությունը արդեն Բրիտանիայից, այն դեպքում երբ որ փետրվարին չի եղել, բայց իրանք ասեն թուղթ ենք ստորագրել փետրվարին հունիս ամսին էր, եւ մեկն էլ որ բանը Իրաքը մտել էր Քուվեյթ, Փոթորիկ անապատում օպերացիայի ժամանակ, եկան Քուվեյթից հանեցին Սադամ Հուսեյնի զորքերը։ Այսինքն դա եղել է 91 թվականի հունվարի 17-ից փետրվարի 28
Համարենք լավ 26-ին արդեն Քուվեյթից հանել էին, բայց օպերացիան ավարտվել է 28-ին։ Մեր 3 տարբեր միջոցառում կպցրել են մի հատ փետրվարի 25-ին մի հատ անկախության տոն են իրանց համար արել, հալավ լավ են արել։ Հիմա Վահագն Խաչատրյանը 20 օր շուտ հանդիպել է, որ մի հատ էլ իրանց հետ պայմանավորվող այդ ազգային տոնը, որ պաշտոնական մակարդակով նշեն, երևի իրան է կանչեն մի գործ կկպցնի։ Հոյենքը սաղ կյանքը նախագահ չի եղել կամ ըլնի, բայց մի գործ չկպցնի, այ մերտ նավթային երկրներ են։ Այս արտահայտությունը անլրջացնում է, հասկանում եք, որ ամեն անգամ մեկի համար այդ եղբայրական արտահայտությունն անում եք։ Քուվեյթի իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է այդ 57 երկրից մեկը, որ անցյալ տարի հունիսի 20-ին, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Էրդողանի հետ հանդիպում էր, շատ բարձր էին գնահատում Ստամբուլյան հանդիպումը, դրա հաջորդ օրը հավաքվեցին 57 երկրով, դատապարտեցին Հայաստանին, որ ասեցին 300,000 ադրբեջանցու ինչի չես ընդունում, դատապարտեցին Հայաստանին, ասին ինչի 150 միլիարդ տուգանք չես վճարում Ադրբեջանին, Քուվեյթը կողմ է քվեարկել դրան։ Դե մեր հասկանում են, որ դուք այն կողմից եք եղբայր, բայց հայ ժողովուրդը դրա հետ ի՞նչ կապ ունի։ Մի անգամ եղել է, որ դուք այդ թեմայի մասին մի հատ դժգոհություն հայտնեք։ Իսկ հիմա նայենք Ուկրաինայի հետ կապված, Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը Աբու Դաբիում սկսել են ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունների երկրորդ օրը քննարկելու պատերազմի ավարտի ուղիները։ Մենք աշխատում ենք նույն ձևաչափերով, ինչ 3 եռակողմ խորհրդակցությունների խմբի աշխատանքներ է Ումերովը։ Իհարկե արդեն բանակցությունն ավարտվել է, դա է սկզբնական հայտարարությունը։ Աբու Դաբիի բանակցություններն ամփոփելով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն ասել է. Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա, չնայած Մեծ Բրիտանիայից եւ Եվրոպայից պատերազմ հրահրողներին։ Թե ինչ կապ ունի, ով է պատերազմ հրահրում, կամ այդ ինչ առաջընթացի մասին է, շոշափելի առաջընթաց չկա, դա հետագայում Ումերովն էլ է հաստատել, բայց մի բանը, որը հստակ է, դա գերիների փոխանակումներ, որը պայմանավորվել էին։ Էդ է դրա հետ կապված։ Առայժմ դեռ նորություն չունենք ու վերջնական չի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. Ռուսաստանը ցանկանում է, որ մենք լքենք Դոնբասը։ Ինչու՞, որովհետև երբ նրանք սկսեցին այս պատերազմը, ոչ մի հաղթանակ չգրանցեցին։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ գին է վճարում ռուսական բանակը ուկրաինական հողի յուրաքանչյուր մետրի համար։ Նրանք չեն հաշվում մահացածներին։ Արևելյան Ուկրաինայի նվաճումը նրանց կարժենա եւս 800,000 դիակ իրենց զինվորների դիակները։ Նրանցից առնվազն 2 տարի կպահանջվի նրանց շատ դանդաղ առաջխաղացման դեպքում։ Իմ կարծիքով նրանք այդքան երկար չեն դիմանա, ասել է Ուկրաինայի ղեկավարը։ Իդեպ, ես մի բան ասեմ, շատ-շատերը որ խոսում են, որ այդ չենք հասկանում, այս Զելենսկին երկիրն ավիրեց, ինչի է պայքարում, այնա զիջի, այնա հանձնվի եւ այլ, օկուպանտ Ռուսաստանը թող քո երկիրը գրավի։ Ապշելու բանը էլի ես չեմ հասկանում։ Ուզեմ հասկանամ հայ մարդը, Հայաստանի քաղաքացի մարդը, ինչի է մարդասպան օկուպանտով այդքան հիացած։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ իմանամ, էլի, մեզ միշտ ասել են ավանդաբար մենք շինարար ազգ ենք, քարից հաց քամող ազգ ենք։ Նույնիսկ առևտրականներ ունենալով գնացել են տարբեր ճանապարհներ, աշխարհ են տեսել, ոչ միայն ապրանքափոխանակությունն է եղել, այլ նաև գիտելիք են բերել, փորձ են բերել, աշխարհի հետ շփվել ենք։ Մարդիկ, որ գաղթից փախել են, խաչքար են փախցրել, ոչ թե տանկահ կարասին։ Գրքերն են հոգևոր գրքերն են արժեքավոր տարել, ոչ թե ունեցվածք են տարել, որ գոնե փրկեն, թե ինչն է իրենց համար արժեքավոր եղել։ Իհարկե քչերով պայքարել են, հաղթել են, անznազող կռվող են եղել, բայց ինչի է մենք հիացած օկուպանտով, էլի ուզում եմ իմանամ։ Կարող է Հայաստանում արաբական արշավանքները, որ եղել եկել են մոր ու մանուկ, ավիրել են, սպանել են, մի քանիսին էլ բռնաբարել են։ Հիմա արյան կանչով մեր մեջ կան արաբների նվաճողներին, այտենց երկրպագողներ։ Կարող է մոնղոլ թաթարների, կարող է թուրք սելջուկների։ Ես չգիտեմ, ումից է մնացել ձեր մեջ այդ արյան կանչը, որ դուք հիացած եք օկուպանտով, մարդ սպանողով, ուրիշինը թալանելով։ Ախպեր կարող եք Ուկրաինայի նախագահին էլ չսիրեք, կարող եք Ուկրաինային էլ չսիրեք, հեշտ պարտադիր չի, սերը ոչ քաղաքական, ոչ է քաղաքագիտական կատեգորիա, բայց ինչի եք սիրում սպանողին, որտեղից ձեր մեջ, հայ ազգի մեջ, շինարար ազգի մեջ, որտեղից մեզ այդպես չեն դաստիարակել, մեզ այդպես չեն սովորեցրել։
Էն էլ հիմա գիտեք հարցը որն է։ Ռուս-ուկրաինական ռազմաճակատի գիծը 1100 կիլոմետր է, մոտավորապես, տենց դուք դժվար է ասել։ Բայց ռուս շատ օկուպանտներ առաջնագիծ իսկի չեք կարող հասնել, դրոններով հեռվից խփում են, ինչ կռիվ են մասնակցել։ Երբ որ ուկրաինացիք ասում են մենք 55,000 զոհ ենք տվել Ռուսաստանը 1,5 միլիոն, նրանք խփելու բան չունեն, շատ տվածել են, շատ կասեին։ Էսա վիճակը ժողովուրդ ջան։ Բայց դուք պատկերացնեք ուրիշ բան նայեք, 1100 կիլոմետրանոց ճակատի գիծը Ռուսաստանը որտեղ թույլտեղ տեսներ, այդտեղից կմտներ։ Հետո էլ կգնա շրջափակման մեջ գցեր ուկրաինացիներին։ Այսինքն 1100 կիլոմետր Ուկրաինան կարողանում է գիծ պահի։ Ու այդ 1100 կիլոմետրի վրա Ռուսաստանը չի կարողանում մի հատ թույլ գտնի, որ մտնի։ Պայքարով մետր առաջ է գնում։ Բայց ճակատային գիծը Ուկրաինան պահում է ամբողջ երկարությամբ։ Հարձակվող կողմը կզգար, չէ, որտեղ թույլը առաջ կգնար։ Այս ձևի են պայքարում։ Որ ասպեք Ռուսաստանն ուժեղը, այդ է իր ուժը, որ այդ ամբողջ տարածքերը մի հատ տեղ չի գտնում թույլ տեղ։ Անկամ կռվով էլ եթե մի մետր առաջ է գալի կամ մի կիլոմետր, կռվով առաջ է գալի, ոչ թե կարողանում է ճեղքի ու ճակատի գիծը ու ներս մտնի։ Հիմա էլ բողոքում են, ասма Իլոն Մասկը Starlink-ներն անջատել է, չեն կարողանում իրանց դրոնները վրա Starlink-ը օգտագործեն։ Starlink-ի համար Ուկրաինան փող է վճարում։ Ուկրաինայի փոխարեն վճարում է նաև Լեհաստանը, որ Starlink-ը միացրած լինի Ուկրաինայում։ Ռուսները Starlink-ը գողանում են։ Հիմա գողությունության վրա բռնվել են, նեղացել են, ասում է, սրիկան, ասում է, մեր դեմ է աշխատում, ասում է, այս Starlink-ը անջատում է, իսկ Ուկրաինային է թողում է։ Ուկրաինան փող է տվել, Ուկրաինան առել է, օգտագործում այ գողեր։ Starlink-ն է ձեզ համար հո զուգարանակոնք չի, որ գնաք տները մտնեք գողանակ կամ լվացքի մեքենա։ Հիմա էլ կայնում են ընդեղից մեկն էլ ասում է, բերեք օդում պայթացնենք Starlink-ները, միջուկային հարված հասցնենք, կողքից ասում են, այ ապուշ, քո բաներն էլ, արհեստական արբանյակներն էլ կվերանա, մի հատ հասկացի ինչ ես խոսում, դե այնքան փող են ստանում համապետական եթերով խոսալու, կխելառեն, բա ինչ կանեն։ Ուկրաինան եւ Լեհաստանը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Սա մեր նպատակն է եղել մի քանի ամիս շարունակ։ Մենք քննարկել ենք այն եւ զգալի ջանքեր ենք գործադրել Լեհաստանի եւ Ուկրաինայի օբյեկտներում համատեղ զենքի արտադրության գաղափարը իրականություն դարձնելու համար։ Այսինքն դուք հասկացաք թե ինչ է ստացվում այս հարցի հետ կապված, որ Լեհաստանն էլ չի վախենում, չէ՞ Ռուսաստանից, որ մտածում է դե եթե այդպես է, մենք հիմա ուրեմն դրա դեմը ոնց կառնենք, էլի։ Այսինքն բերեք զինենք, ամեն ինչ անենք, փորձի փոխանակումներ անցկացնենք։ Կարող է չհասցնեմ մի հատ բան, այսօր աչքովս ընկավ դա ասեմ, հետո շարունակությունը, եթե հասցնեմ, էլի կասեմ։ Ուրեմն ինչ էր ասել բանը, հա, Դոնալդ Տրամպը ինչ էր ասել, այ մարտես, քեֆս բերեց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, ես իսկապես կարծում եմ, որ պետք է դրախտ ընկնեմ։ Կատարյալ թեկնածու չեմ, բայց շատ բարիք եմ արել կատարյալ մարդկանց համար։ Պատկերացնում եք ինչ է ասում Դոնալդ Տրամփը։ Նախ կարծում եմ, որ այն մարդը, որը հեռանկարային պլաններ ունի, պետք է մահվանի մասին չխոսա, էլի, պետք է հեռանկարային պլաններ կազմի եւ խոսե, ինչքան քեզ վիճակված է ապրել, բայց առավոտից իրիկու մտածում է, թե իրան ոնց են թաղում, գեշ մեռել կլնի թե սիրուն, հետո հավերժության մեջ ինքը կլնի թե չէ, իրան կասեն նվաճողա թե չէ, հանգստացի ապրի, էլի, Ամերիկայի նախագահի աթոռին նստել ես մահվանից ես խոսում։ Բայց հարցը դա չի է, հարցը նա է, որ դրախտը ինչ ես կորցրել։ Ամերիկայի նախագահը կձգտի դրախտին, որոշել ես գնաս ինչ անես, վիետնամցիների հետ այն ճահիճները բրինձ աճացնես, ինչ ես ուզում անել, ում ես ընդեղ տեսնելու քո ծանոթներից, որ դրախտում հետները հարաբերվես։ Բացի հետ էլ չի ասում է ուզում եմ դրախտ ընկնեմ։ Ինքը որոշել է, որ ինքը դրախտ պետք է գնա։ Ինքը տենց է կարծում, բայց գոնե ինքը եթե իրան իրոք հավատացյալ է համարում, պետք է գոնե իմանար, որ հավատացյալ մարդու կողմից այդ կարգի անհավատ արտահայտություն պետք է չանի, որ դու որոշես, թե Աստված ոնց է որոշելու, ով է դրախտ գնալու, ով դրժողտ։ Ուրեմն երևի կարծում եմ, որ ինքը ուղղակի տեղյակ չէ, թե ինչ է ժամանակին ասել Պողոս Առաքյալը, ասել է Աստծո գործերն անքննելի են։
ընկեր ջան, եթե ասու գործերին մի խառնվի էլի, այդ էլ քեզ համար Իրանը չի, Վենեսուելան չի, Աստված թող որոշի էլի քեզ որտեղ կգցի, կամ կգցի թե չէ, թե ճամփին միտեղ կպահի։ Այս կարգի բաներից որ խոսում է մարդ անհանգստանում է, ասում է Ամերիկայի նախագահը, որը ծրագիր է իրականացնում, արդեն նախապատրաստվում է մեռնելու, արդեն իր տեղն է պատրաստում, թե որտեղ պետք է ընկնի էլի, այդ էլ ուղղակի ասում է մի քիչ լավ չէ էլի մեր մոլորակի վիճակը, աշխարհը տիրակալը ինչի վրա ժամանակը ծախսում։ Լավ, Էսա մի բան ուղղակի ասեմ, ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ ասել է, իրականում դա բավականին զվարճալի է, մասնավոր զրույցներում եվրոպացիները շատ սիրալիր եւ հարմարվողական են, բայց հրապարակավ նրանք հարձակվում են մեզ վրա եւ գոռում։ Մենք չենք համագործակցի ամերիկացիների հետ, մենք նրանց հետ ոչ մի հարցում համաձայն չենք։ Կներեք, բայց դա պարզապես անհեթեթություն է։ Բոլորը գիտեն, որ այս վիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին։ Կարծում եմ, որ Եվրոպան ի վերջո գոհ կլինի, բայց ավելի կարևոր է, որ Միացյալ Նահանգները գոհ կլինի։ Եվ այդ տեղեկատվությունը, որ նրանք իբր մեզ չեն ընդառաջել կամ որևէ զիջման չեն գնացել, իրականությանը չի համապատասխանում, նշել է ԱՄՆ փոխնախագահը։ Եթե դուք ձեր եվրոպացի գործընկերների հետ նստում եք, այդ մարդիկ դաստիարակված մարդիկ են, բարեկիրթ ձեր հետ խոսում են։ Հետո կայանում եք մի հատ անձնական նամակ տպում Ֆրանսիայի նախագահի։ Կանգնում եք ասում եք առանց մեզ դուք ոչինչ եք։ Կանգնում եք էս եք ասում, ուզում եք ձեզ չհակադարձեն։ Ձեր խոսելաոճը երկրի ղեկավարի խոսելաոճ է։ Գործընկերոջ հետ խոսելաոճ է։ Բա ինչ եք ուզում անեք։ Ուզում եք դուք կանեիք ասենք եվրոպական երկրների կնասեք առանց մեզ ոչինչ են, իրանք էլ ասեն վայ կներես մեծ աղբեր, դու որ դրախտ ես գնում, մենք քեզ չխանգարենք, դու գնա դրախտ, մենք դու ոնց կասես մենք այդպես կանենք։ Անքննելի է Թրամփի ճամփաները կամ գործերը։ Չէ, դու դեռ չես գնացել, դեռ տեղում ես ու կարան քո ասածներն է քդեն։ Ու ասեն, որ էսպես չի, գործընկերոջ հետ այդպես չեն խոսում։ Չեն խոսում, ասում Կանադան պետք է լինի 51-րդ նահանգ, վարչապետին գործող համարես նահանգապետ։ Էսա ձեր մակարդակը, ձեր քայլերը, պատասխանել տալիս են, չտան։ Այդ մարդիկ իրանց երկրները ընտրված ղեկավարներ են։ Իրանց ժողովուրդը կհարգեն իրանց, եթե իրանք ձեզ հրապարակային պատասխան չտան, ձեր հրապարակային վիրավորական արտահայտությունների համար։ Սա գործընկերային վերաբերմունք չի։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։